Առաջին համաժողովում ես ներկայացրի մեր ընդհանուր գաղափարախոսությունը, աշխարհայացքը եւ մեր քաղաքական պայքարի հոգեվոր հիմքը, քանի որ մեր բոլոր ներկա եւ ապագա գործողությունները այդ ամենից են բխում ու բխելու։ Երկրորդ համաժողովում ներկայացրի մեր շարժման հստակ ծրագիրը, որը բաղկացած է 36 կետերից, հերթով նշելով այն կարևոր քայլերը, որոնք մենք նախաձեռնելու ենք իշխանության հասնելու դեպքում, որպեսզի մեր երկրում լուծենք ամենաառանցքային ու գլխավոր խնդիրները։ Իսկ այս անգամ կուզեմ ձեզ ասել, թե մենք ինչպես ենք պատկերացնում մեր առաջընթացը եւ մեր պայքարի ուղին։ Երբ հետևողականորեն գրառումներ եմ անում, տեսանյութեր պատրաստում, ճառեր ասում եւ ժողովներ կամ փոքրաթիվ հավաքներ կազմակերպում, ինձ եւ մեր անդամներին ամենահաճախ կընկնվող քննադատությունը այս է. հերիք է միայն խոսեք, գործ արեք, կամ ինչ-որ նման անհեթեթ մի բան։ Իհարկե նման բաներ ասողները քաղաքական ասպարեզում ընդհանրապես ոչ մի գործ չեն արել։ Եվ վստահ եմ, որ նրանք գաղափար անգամ չունեն, թե այդ գործ անելը իրականում ինչ է նշանակում, քանի որ նրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Վստահ եմ նաև, որ նրանք դա ասում են իրենց սեփական ծուլություն ու անգործնությունը արդարացնելու համար։ Նրանք ցանկանում են ստեղծել տպավորություն, թե իրենք են իսկական գործ անողները, իսկ մեր նմանները միայն խոսում են, բայց իրականում ճիշտ հակառակն է։ Իրական դատարկախոսները հենց այդ մարդիկ են։ Նրանք միայն մեծ կխոսեն, բայց կյանքում մի փոքր գործ չեն անի, եւ մի փոքր հաճույք չեն զոհաբերի, որովհետեւ էապես վախկոտ սրիկաներ են։ Այդպես խոսողները կամ պատմությունից ոչինչ չեն սովորել, կամ ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչպես են առաջացել եւ ինչպես են առաջանում իրական հեղափոխությունները։ Նրանք այնքան տհաս, տգետ ու կարճատես են, որ չեն պատկերացնում, յուրաքանչյուր մեծ շարժում կամ հեղափոխություն սկսում է ամենափոքր եւ տարրական քայլերից։ Չեն հասկանում նաև, որքան էլ մարդ պատրաստակամ ու ոգով լինի, եթե իրավիճակը հասունացած չլինի, մեծ գործնական քայլ հնարավոր չէ անել։ Սակայն սա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք եւ սպասենք, թե երբ այդ հնարավորության պատուհանը բացվելու։ Մենք պետք է պատրաստվենք դրան, եւ պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ նման հնարավորության պատուհան ճիշտ պահին միշտ բացվում է, եւ նրանք, ովքեր պատրաստ են եղել դրան, հասել են հաջողության ու կերտել են պատմություն։